Պողոս առաքյալը լինելով փարիսեցի, իրան թվում էր, թե ինքը օրենքը պահում է և ապրում է այդ օրենքի մեջ։ Բայց երբ որ եկավ Հիսուսի լույսի տակ, ինքը տեսավ, որ մեղավորների պարապ գլուխն է։ Օրենքը դաստիարակ եղավ Պողոսն ասում, որ մենք գանք դեպի Քրիստոս։ Գիտես, Իսրայելի ժողովրդի համար շատ արժանակ էր Պողոս առաքյալի ասածը, որ արդարությունը Քրիստոսից է, ոչ թե օրենքից։ Այսինքն, որ դու մեղանչում ես, պետք չի քեզ մի անասուն կամ ես մորթես, և այդ արունը քո վրա սրսկեն, և քեզ քահանա հռչակի արդարացած։ Իսրայել ժողովրդի համար սա խորհուրդ էր։ Երբ որ Պողոսն ասում է, որ դուք ձեր մեղքերից արդարացած եք, ընդունեք այս արդարությունը և ձրի է այս արդարությունը, և դուք ոչ մի բան պետք է չվճարեք այդ արդարության համար։ Եվ օրենքը պահելն էլ պետք չի։ Այս առաջին ազատությունն է։ Պողոսին ուզում էին խարբոցեին, Պողոսին ուզում էին սպանեին, որտեղ ինքը խոսում էր ամենասուրբ բանի դեմ, որ Մովսեսը դրել էր, դա օրենքն էր։ Օրենքը շատ սուրբ էր իրաց համար, բայց ոչ մեկ այդ օրենքը չէր պահում։ Նույնիսկ այն քահանաները, որ բերեցին շնացող կնոջը Հիսուսի առաջ, ասեցին Մովսեսի օրենքով ես պիտի մեռնի, որտեղ մեղավորը պիտի մեռներ։ Հիսուսը ասել է թող մեռնի, բայց ով որ արդար է, թող առաջին քարոքցի։ Օրենքը ոչ մեկին չէ արդարացնում։ Օրենքը բոլորին ցույց է տալի, որ դու ունես մի բնություն, որ անկարող է Աստծո հաճելի լինել և Աստծո առաջ արդար կանգնել։ Դու չես կարող։ Բոլոր փարիսեցիները քարեր գցեցին իրար ձեռքից ու գնացին այս շնորհքն է, որ ազատեց մի անառակ կնոջը մեղքի վարձքից, որը մահն էր, որտեղ ինքը եկել էր այդ մեղքի վարձքը վճարելու։ Ինքը եկել էր այդ մեղավոր կնոջ տեղը մեռնելու և հայտարարելու համայն աշխարհին, որ ես եմ այդ անառակը։ Սա է Քրիստոսի կատարած գործը։